Ազգային պատկերասրահում Գրիգոր Աղասյանի հնչող պատկերներ խորագրով նկարներն են։ Ներկայացվում է նկարչի ստեղծագործական ուղին ու միավորում տարբեր ժամանակաշրջանների աշխատանքները։ Ցուցասրահը նվիրված է իր հարազատ մանկության քաղաքին եւ գլխավորապես 1930-ականների Երևանին, այն Երևանին, որն այսօր այլևս չկա։ Ցուցահանդեսը նվիրված է նկարչի հոբելյանական 100-ամյակին։ Ազգային պատկերասրահի 4 ցուցասրահներում ներկայացվում են Երևանում ծնված ու մեծացած վարպետի հիշողությունները, հին Երևանն ու փողոցները, ընտանիքն ու արվեստանոցը։ Ցուցահանդեսում ներկայացված ավելի քան 100 նմուշներից մի մասը հայտնաբերվել է թաքստոցներից ու ներկայացվում է առաջին անգամ։ Ցուցահանդեսը կազմակերպել ու համադրել է նկարչի թորնուհին, ըստ նրա ամենադժվարը ժառանգների հետ աշխատելն է։ Հիմա ժառանգն ինքն է ու պետք է վերահսկել հույզերը։ Այսօր երևի առաջին անգամ իմ այս մոտ 20 տարվա պրակտիկայում ես հուզվում եմ եւ դժվարանում եմ խոսել, որովհետեւ այսօր ինձ համար սովորական հերթական բացում չէ, այլ այսօր ես ներկայանում եմ այստեղ որպես մի քանի դեր կատարող, որպես տնօրեն, որպես համադրող, արվեստաբան եւ թորնիկ։ Եվ շատ վախենում եմ, որ թորնիկը հանկարծ այս ամենում կգերեշտի։ Նկարչի արվեստանոցը հնարավոր է եղել վերականգնել սարքավորումների միջոցով։ Այցելուները վիրտուալ ակնոց կրելով կտեղափոխվեն վարպետի արվեստանոց, կներկեն կտավներն ու կլինեն այլ իրականությունում։ Արա Խզմարյանը, որն առաջարկել է ցուցահանդեսի խորագիրը, բացատրում է, թե ինչու հնչող պատկերներ, ինչ ձայներ են լսվում հին Երևանի փողոցներից։ Եթե մենք ուշադիր նայենք, այս կտավների մեջ պատկերին զուգահեռ ձայն կա եւ մի շատ առանձնահատուկ բան ունի իբրև նկարիչ, արվեստագետ, որ 1000 հոգի կարող է ձյուն նկարել, բայց իր պատկերած ձյունը ձայն ունի։ Մենք բացի պատկերը լսում ենք նաեւ ձայնը, մենք լսում ենք կյանքի ռիթմերը, կյանքի ձայները, փողոցի ֆոնետիկ միջավայրը, հնչյունաբանությունը փողոցի եւ կարծում եմ, որ հենց այդ պահին ծնվեց այդ գաղափարը հնչող պատկերներ եւ ինձ համար գոնե այս կտավներում ամենաթանկ եւ ամենաառանձնահատուկ բաներից մեկը այն է, որ մենք այդ ժամանակվա կյանքի պատկերներից զատ լսում ենք նաև կյանքի հնչյունները, կյանքի ձայները։ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը վարպետի ուսանողն է եղել։ Տարիներն անցել են, բայց վարպետի դասերը չեն մոռացվել։ Հիմա ժպիտով է նայում նկարներին, որոնց մեծ մասը թերևս իր աչքի առաջ են ստեղծվել։ Անբացատրելի է ուղղակի, թե ինչպես էր նա կարողանում առանց պարտադրելու, առանց ինչ-որ խոսքի, ուղղակի իր ապրելով, իր վարվելակերպով նա կարողանում էր դաստիարակել մեզ, դաստիարակել որպես նկարիչ եւ ամենակարևորը որպես մարդ, որը շատ պետք է մարդու համար առաջին հերթին լինել մարդ, այնուհետև նկարիչ կլինես, թե չես լինի, դա արդեն երկրորդական է։ Ցուցադրության առանձին սրահում է գտնվում վարպետի թախտը, այն իր հետ արվեստանոցից արվեստանոց է շրջել։ Թախտն իր մեջ շատ գաղտնիքներ ունի, որոնք վարպետի մահից հետո միայն պետք է բացահայտվեին, պատմում է թորնուհին։ Արդեն մահից հետո, երբ մենք սկսեցինք արվեստանոցը փորփրել, այս նույն թախտի մեջ տեսնենք ինչ կա, պահված այնտեղ թղթապանակներ կային, որոնք առհասարակ 1000 փակի տակին, եւ այդտեղից քիչ-քիչ սկսեց հայտնաբերվել, բացահայտվել բացարձակ մի այլ Աղասյան, զուգահեռ իրականություն այսպես կոչված։ Եվ այսօր այս ցուցահանդեսը հենց այդ զուգահեռ իրականությունը նաեւ ցույց տալու մասին է եւ ներկայացնելու, բացահայտելու իրական Աղասյանին։ Այստեղ կա մի փոքրիկ պատ, որտեղ ներկայացված են նրա գրաֆիկաները, բացարձակ այլ մեթոդով արված գրաֆիկաները եւ դրանք պահված էին մի թղթապանակում, որի անունը ինքը դրել էր Պարապ Վախտի խաղալիք։ Բավական երկար մտորում էինք, թե արդյոք դա թաքնված է եղել, արդյոք այդտեղ կա որոշակի իրոնիա, հումոր ինքն իր արած աշխատանքի հանդեպ, թե պարզապես ժամանակի թելադրանք է եղել։ Գրիգոր Աղասյանի հնչող պատկերներ ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահում կլինի 6 ամիս։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։